Նավասարդ arczepiskopos Կճոյան, Բենթլիների Այո, սկանդալ, նա անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքներով, այսինքն ապօրինի հարստացած մարդ է։ Ես չգիտեմ, կա արդյոք տեղեկություններ նրա կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ թե ոչ, բայց եթե ես պատասխանատու խոսք ասեմ Նարեկ ջան։ Մենք կուսագրոն չունենք, որ խախտած չէ կուսագրոնության ուխտը։ շատ լավ։ Վերջագետ նորդո։ Ահա, Առաքել arczepiskopos Քյարամյան, Կոտայքի թեմի առաջնորդը։ Նրա խախտման փաստը անհերքելի է, ուղղակի չեմ ուզում Զավակյանը հնչեցնել չթիրախավորելու համար հանրային դեմք է ընդ որում։ Ով կարելի նաև ցուցակում Վազգեն arczepiskopos թե եպիսկոպոս քվի։ Անուններ մի ասա, էլի Նարեկ ջան, ես քեզ Չէ, ասում հիմա եմ։ ինչ եմ ես այս Կա։ ամեն ինչը թվարկում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է ես Մայրաթորը ուխտազանցից ազատելու եմ եւ իր թիմը համալրել է ուխտազանց հոգեվորականներով։ Սա ինչպես Լավ, հասկանալ։ բայց այս Սրբության սրբոցը, ներողություն, Սրբության սրբոցը ինչպես կարելի է ազատագրել ենթադրյալ ուխտազանցների միջոցով։ ահա, բայց այսօր վարչապետը ձեր այդ հարցին պատասխանեց եւ դու ներկա էիր, ես քեզ ընդեր տեսա, բայց հարցի ինչի ես տալիս Նարեկ ջան։ Ձեր մեկնաբանին Վարչապետը հետաքրքիր պատասխանեց, Նիկոլ Փաշինյանը մոլորեցնող պատասխան տվեց եւ չէ, թեմայից շեղվեց։ ասեց, որ բոլորն էլ ինչպես pedagogan որևէ մեկ մարմնի տեխնազու, որ քննութենեն է անցնում, բոլորն էլ անցնելու են այդ քննությունից եւ հետո ընդրվելու են մակրակույնները։ Ցես պատասխանեց վարչապետը։ Ես քեզ պատասխանատու խոսք ասեմ։ Չկա գուսագրոն մեր եկեղեցու մեջ, որ խախտած չլինի իր գուսագրոնության ուխտը։